2025 թվականի 11 ամսվա տվյալներով պետությանը վերադարձվել է ընդհանուր 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից առ այսօր պետության հաշվեկշռին են անցել 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հեկտարներով հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև միլիոնների հասնող դրամական միջոցներ։ Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին, եւ ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Սա ընդհանուր առմամբ մեր թվերն են, նշեմ ուղղակի, որ հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը, որ ես նշեցի 66 միլիարդը կավելանա, որովհետեւ մենք անցյալ շաբաթ որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձրել ենք շրջակա միջավայրի նախարարությանը եւ այս պահին գնահատված ունեինք 5330 հեկտարը եւ դեռևս չենք հասցրել հաշվել 4118 հեկտարի եւ 3620 հեկտարի մասով կադաստրային արժեքները, նաև նշեմ, որ գրանցումներն են գտնվում ընթացքի մեջ։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում պետությանն է վերադարձվել նաև քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին խիստ հայտնի Գառնիի քարերի սիմֆոնիա կոչվող բնության հատուկ պահպանվող հուշարձանի այն հատվածը, որը Women ֆիզիկական անձ սեփականաշնորհել էր։ Այդ ֆիզիկական անձի անունը Հայաստանի գլխավոր դատախազը կառավարության բաց նիստում չհրապարակեց։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված ա եղել, կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի եւ արձանագրելով, որ դա ապօրինիա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հող է եւ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Այո, պարոն վարչապետ, ինչու ենք այստեղ մի փոքր ավելի կարճ ճանապարհով գնացել, որովհետև համայնքի ավականին որոշում է կայացրել։ Մենք ստիպված չենք եղել դատական կարգով բողոքարկելու նաև համայնքի ավականու որոշումը կամ դատական կարգով պահանջելու, որպեսզի համայնքի ավականու անգործությունը այս պարագայում փաստվի, դրա համար մենք ըստ էության դատական ակտ չունենք։ Բայց սա իհարկե միակ ուշագրավ դեպքը չէ։ Դատախազական ներգործության արդյունքում պետական պահպանությանն են վերադարձվելու այլ հողատարածքներ ու գույք Եվս։ Օրինակ Սևան ազգային պարկ պոակի հետ մենք հիմա Սևանի ավազանում հատկապես 0-ից ցածր գտնվող գույքերով նմանատիպ միջնորդագրեր ենք հասցեագրել եւ արդեն ազգային պարկ պոակից ստանում ենք պատասխաններ, որ այո, վարձակալության պայմանագրերը կամ դադարեցվել են կամ դադարեցման վերաբերյալ կողմերը ծանուցվել են եւ մենք երամսյա ժամկետից հետո արդեն հաջորդիվ գործողություններ կանենք գույքի սեփականությունը պետության անվամբ գրանցելու ուղղությամբ։ Այստեղ մի փոքր ճանապարհը կարճ է, որովհետեւ մեր գործընկերները այս փուլում արդեն համագործակցում են եւ աջակցում են։ Եթե այս համագործակցության հնարավորությունը չկա իրավական հիմքերի բացակայության պատճառով, մենք գնում ենք դատարան եւ դատական կարգով ենք վիճարկում ու հետ ենք բերում այս 60 հոդվածի հողերը։ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ ուսումնասիրություններ են իրականացնում նաեւ հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր, սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում, մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների
միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին։ Կառավարության նիստում հաջորդիվ քննարկվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին հավելյալ հատկացումների մասին նախագիծը։ Ինչպես հայտարարեց ոլորտի պատասխանատուն, կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր մոտ 8 միլիարդ 673 միլիոն 771 հազար 400 դրամ, սակայն բյուջեն ավելացնելու կարիք կա։ Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դա լրացնել եւս շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե պարոն վարչապետ դուք որոշ համադրություններ բերեցիք, թույլ տվեք ասել, որ 18 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության ֆոնդն էլ զգալիորեն աճել է 25 թվականի նկատմամբ եւ միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավոր ատեստավորման համակարգը այստեղ այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ Իսկ 26 թվականի պետական բյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չի, ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու եւ 2024-ի համեմատ կրկնակի ավել է այն բյուջեն, որը մենք ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին։ Ընդ որում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ բացի կամավոր ատեստավորումից մենք խոսում ենք նաեւ տարակարգի վերափոխված մեխանիզմի մասին, որը եւս միջև 50% հավելավճար է հնարավորություն տալիս ստանալ բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչները ունեն 25% հավելավճար, գյուղական փոքր դպրոցներում եւս միջև 50% հավելավճարի հնարավորություն կա եւ սա հնարավոր է դարձրել մեր երկրում մի իրողություն, որ մենք իսկապես ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ, որոնց թվերը դուք առիթ եք ունեցել հնչեցնել կառավարության վերջին նիստերից մեկում եւ այսօր արդեն 700,000 եւ ավել վարձատրություն ստացող ուսուցիչները մեր իրականության մասն են։ Ըստ վիճակագրության 2025 թվականին ատեստավորման համար դիմել է 8400 ուսուցիչ, որից գործընթացին մասնակցել է 7200-ը կամ ավելի քան 84%-ը։ Դեռևս առանց բողոքարկման արդյունքների հաշվարկման ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է 4852 ուսուցիչ։ Ժաննա Անդրեասյանի խոսքով ատեստավորումը անցած տարվանից անցկացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այս տարի այդ տարբերակով կիրականացվի նաև բողոքարկման գործընթացը։ Արձագանքելով նախարարի ներկայացրած ցուցանիշներին, Փաշինյանը իր հերթին ընդգծեց. Մենք նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ որ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրեցների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ, ի սկզբանե շատ փոքր թվերից, հիմա 59% ասեցիք, հա, որ դրական են։ 67.2% 67, սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, այսինքն ուսուցիչներ իրենք էլ ավելի պատրաստված են գալիս։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։